Հալելույա Տեր Աստված, մեծարում ենք քո անունը Տեր, խոնարհվում ենք քո հզոր գահի առջև Տեր Աստված, դու մեծ ես եւ մենք քո առաջ ենք եկել Տեր Աստված, խոնարհվելու քո առջև Հիսուս Քրիստոս։ Հալելույա, մեծարում ենք Տեր Աստված, փառաբանում ենք քո հզոր անունը Տեր, մեծարում ենք քեզ Հիսուս, մեր հայացքը քո վրա ենք ուղղում Տեր Աստված, որովհետեւ դու ես մեր փրկիչը, մեր արարիչը, դու արժանի ես Տեր Հիսուս։ Հալելույա։ Ամեն։ Ես մի բան գիտեմ մեր Աստծո մասին, որ ինքը հպարտներին, ամբարտավաններին հակառակ է կենում։ Աստված չի ընդունում էգոն, էգոիզմը։ Եթե մարդը էգոյով է լցված ու Աստծո առաջ է գալիս, Աստված դա չի ընդունում։ Մենք մեր սրտերը խոնարհեցնում ենք Տեր Աստված քո առջև, որովհետև դու խոնարհներին ես բարձրացնում, դու խոնարհներին ես մոտենում Տեր։ Մենք եկել ենք այսօր, որ դու մոտենաս մեզ Տեր Աստված, մաքրիր մեր սրտերը ամեն էգոից, մաքրիր մեր սրտերը ամեն ամբարտավանությունից, հպարտությունից Տեր, որովհետև մենք փափագում ենք քո հետ հանդիպում ունենանք։ Մենք ուղղակի ստեղ չենք եկել Տեր Աստված ժամանակ անցկացնելու, ուղղակի խաղաղություն ստանալու։ Մենք եկել ենք Տեր Աստված, որ քո խոսքը կպնի մեզ, որ մենք լինենք քո աշակերտները եւ քո Սուրբ Հոգով լցված մենք գնանք եւ քո արքայությունը տարածենք, որովհետեւ դա է քո կամքը եւ մենք քո կամքն ենք կատարելու Հիսուսի անունով։ Ամեն։ Աստված օրհնի, եկեք նստենք։ Աստված օրհնի բոլորին։ Գիտեք, այսօրվա իմ թեման կոչվում է ծանրաբեռնված, ինչպես են հոգսերը սպանում սերմը, Աստծո սերմը։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք մեր մտքերին, որպեսզի թույլ չտանք այս աշխարհի փշերը, հոգսերը խեղդեն Աստծո խոսքը։ Մենք կարող է երկար ժամանակ գանք եկեղեցի կամ քարոզներ լսենք, Աստծուն պաշտենք, բայց եթե թույլ տանք աշխարհի հոգսերը մեր մտքերի մեջ անդադար, դա կխեղդի Աստծո խոսքը, դա նույնը կլինի ինչ որ ուղղակի ժամանակի կորուստամարտը եկեղեցի է գալի, բայց ոչինչ չի փոխվում։ Հիսուսը սերմնացանի մի առակ պատմեց, որտեղ Մատթեոս 13 գլխում ասում, որտեղ Հիսուսը ասում է, երբ որ սերմը ցանվեց փշերի մեջ, ու ժամանակներ, որ այդ սերմը աճեր, այդ փշերը կողքերից ամբողջովին խեղդեցին այդ սերմերը ու սերմը անպտուղ եղավ։ Ինքը բացատրեց ու ներկայացրեց, որ այս սերմերը ինքը Աստծո խոսքի սերմերն են։ Եվ եթե մարդը լսում այդ խոսքը եւ գնում է տուն, հոգսերով է լցվում, մտահոգություններով է լցվում կամ հարստության խաբեությունով նույնպես այդ օրինակներ է բերում, այդ խոսքը խեղդվում է, մեռնում է, իմաստ չի ունենում, չի աճում։ Հիսուսը շատ լավ գիտի, որ ամեն մարդ ունի որոշակի հոգս, որովհետև Մատթեոս 6:34 խոսքում ասում է, որ վաղվա համար հոգս մի արեք, մի հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը։ Յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են, այսինքն ամեն մի օրվա հոգսը Հիսուսն ասում է, որ այդ օրվա համար հերիք է։ Պետք չի վաղվան ավելացնել այդ օրվա վրա։ Ինչ հոգսերի մասին է խոսքը գնում։ Կա լինում են ֆինանսական, ընտանեկան, առողջական, տարբեր տեսակի, լինում են նաև եկեղեցական հոգսեր, ծառայությունների հետ կապված, լինում է ապագայի հետ կապված հոգսեր, վաղ ապագայից, աշխատանքի հետ կապված տարատեսակ։ Ու երբ որ մարդն անդադար այս մտքերն ու մտահոգությունները տեղ է տալիս իր ուղեղի մեջ, իր միտքը լինում է մի այգի, որտեղ լցված են փշեր։ Ու այդ խոսքը, Աստծո խոսքը հոգևոր աճը կանգ է առնում, տեղ չի լինում։ Ամեն։ Դրա համար եկեք 3 կետ նայենք, թե երբ է մարդ թույլ տալիս, որ հոգսերը խեղդեն Աստծո խոսքը։ Առաջի կետը, երբ որ մարդը փորձում է ամեն ինչ վերահսկել իր ուժերով։ Սա նշանակում է, որ ինքը կիսով չափ է Աստծուն վստահում։ Ինչի համար է կիսով չափ վստահում Աստծուն, որովհետև ավելի ռեալ է դառնում այդ խնդիրը, քան Աստծո զորությունը։ Սա իմ երկրորդ կետին է բերում, որ ավելի շատ նայում է երևացող խնդրին, քան Աստծո զորությանը։ Մենք Աստծո խոսքի մեջ տեսնում ենք Պետրոս առաքյալի օրինակը, երբ որ Հիսուսը
Չէ, փոթորկի միջով քայլելուց Պետրոսին կանչեց, ասեց արի, Պետրոսը խնդրեց, ասեց Հիսուս, կարող եմ գալ քեզ մոտ ալիքների վրայով։ Հիսուսը ասեց արի, խոսքն ասեց։ Պետրոսը վեր կացավ, իջավ նավից եւ սկսեց քայլել ալիքների վրայով։ Ինքը հենց ինչքան որ նայում էր Հիսուսին, իր աչքերը հայացքը Հիսուսի վրա էր, ինքը առաջ էր գնում։ Ինքը կողքին նայեց, տեսավ փոթորիկները, միգուցե այդ պայն փոթորիկների ձայնը լսեց Հիսուսը, որովհետև ուղղակի կանգնած սպասում էր։ Փոթորիկների ձայնը լսեց, խառնաշփոթ եկավ, սկսեց խորտակվել։ Այսօր շատ քրիստոնյաներ կան եկեղեցում, որ իրանք խորտակված վիճակի մեջ են, խորտակվում են ծանր ճնշումների, հոգեկան դժվար ծանրության մեջ, ստրեսների մեջ եւ դա իրանք չեն գիտակցում, որ դա խորտակված վիճակ է եւ Հիսուսը կարա իրանք փրկի, Հիսուսը կարա իրանք բարձրացնի։ Ոնց Հիսուսը բարձրացրեց Պետրոսին։ Պետրոսը իր հայացքը թեքեց փոթորիկներից դեպի նորից Հիսուսին եւ ասեց փրկիր ինձ։ Եվ Հիսուսը փրկեց։ Բայց շատ անգամ մենք քրիստոնյաներս մենք ասում ենք Հիսուս փրկիր ինձ, բայց մենք շարունակում ենք նայենք այդ փոթորիկներին։ Դա նշանակում է կիսով չափ վստահություն, այսինքն մեր համար մեկ այլի այդ փոթորիկների ձայնը, խնդիրը, հոգսերը ավելի բարձր են գոռում, փոթորիկներն ալիքները ավելի բարձր են, քան Հիսուսը, ավելի իրական են, քան Հիսուսը։ Դրա համար մարդ կարող է երկար աղոթքներ անի, գնա Աստծուն խնդրի, որ օգնի, բայց դուրս գա, դուրսը մարդկանց հետ խոսա նորից հոգսերի մասին, ասի դե հլը որ տեսնենք ոնց է լինում, լավ չի լինում, կամ մտքերը նորից զբաղված լինի հոգսերով։ Այդ ժամանակ դա լինում է կիսով չափ վստահություն։ Այդ ժամանակ մենք չենք կարողանում ամբողջովին հանձնել Աստծուն մեր մտածմունքը եւ երբ որ մարդ ամբողջովին իր հոգսը Աստծուն չի հանձնում, Աստված չի կարող ոչ մի բանով օգնել։ Երրորդ բանը թե ինչի համար է մարդ թույլ տալիս, որ փշերը խեղդեն Աստծո խոսքը, այդ այն ժամանակալում, երբ որ հոգևոր վերստին ծնված քրիստոնյան ապրում է հոգևոր մոռացության մեջ։ Ինչ է հոգևոր մոռացությունը։ Սա այն ժամանակ է լինում, երբ որ քրիստոնյա մարդը երկար ժամանակ խոսքը չի կարդացել ու դա արդեն իր համար սովորական է դարձել։ Ինքը էլ այդ փափակը չի զգում խոսքը կարդալու։ Երբ է սա սկսում հոգևոր մոռացությունը։ Սա սկսում է կամ լինում է փոքր ամենօրյա բաց թողումներով։ Օրինակ լինում է, որ օրը գալիս է, մտածում ենք, չէ, մենք կարևոր է, որ ամեն օր աղոթք անենք, խոսքը կարդանք։ Եթե օրը գալիս է, որ ժամը գայս աղոթելու, մտածում ենք, այսօր չէ, վաղը կաղոթեմ, կամ այսօր որ չաղոթեմ կամ խոսքը չկարդամ, շատ բան չի փոխվի, վաղը դրա տեղը կլրացնեմ։ Երբ որ այս տեսակ բաներ ենք մտածում, հետո վաղը գալիս է, մյուս օրը գալիս է Սուրբ Հոգին, մարդու մեջ նուրբ ձայնով հիշացնում է, այսօր որոշել էիր աղոթք անել, կամ հիշացնում է, որ պետք է այսօր խոսքը կարդաս, կամ միգուցե շատերի մեջ ասում է իմ ներկայությունը շուտվանից չես վերապրել, չես ունեցել, ու ինչ է լինում, եթե մարդը այդ ձայնը լռեցնում է, եթե մարդը մտածում է, լավ, այսօր է չանդադ postpone, հեռացնում է օրը, թողնում է հաջորդ օրվան, գնալով իր մեջ սառում է, դուք այս խոսքը շատ լավ գիտեք, մենք բոլորը շատ լավ գիտենք, երբ որ մենք աղոթք չենք անում եւ խոսքը չենք կարդում, մեր հոգևոր կյանքը վերածվում է սառը վիճակի։ Եվ էլ Աստծո ձայնը, Աստծո այդ պաշտպանությունը մեր համար էլ ռեալ չի լինում։ Եկեք մենք մի հատ տեղ նայենք Երեմիա 2-րդ գլխի 32 խոսքը։ Այստեղ Աստված ասում է, միթե կույսը կմոռանա իր զարդը, հարսը իր գոտին, բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ, այնքան օրեր, որոնք թիվ չունեն։ Մենք այս խոսքի մեջ Աստծո ցավն ենք տեսնում, ափսոսանքն ենք տեսնում, որ Աստված ասում է իմ ժողովուրդը մոռացել է ինձ, այնքան օրեր, որոնք թիվ չունեն։ Սա հենց այն բանի մասին ասում, որ քրիստոնյա ժողովուրդը մոռանում են Աստծո հետ ժամանակ անցկացնեն։ Մի քանի շաբաթ առաջ իմ մոտ մի սենց այս զգացողություն եղավ Աստծուց, որ այս խոսքը դեռ չի կարդացել, բայց Աստված ցույց տվեց ոնց որ այդ զգացողությունը նայեք, երբ որ օրինակի համար ծնողը շատ է, չէ՞, սիրում իր երեխային, որոշում են իրար հետ ամբողջ օրն անցկացնել առավոտից մինչև երեկոն։ Ամբողջ օրը իրար հետ լավ ժամանակ են անցկացնում, իրար հետ խոսում են, շփվում են, հետո գալիս է մյուս օրը արդեն, օրը վերջանում է, մյուս օրն է գալիս, ու այդ երեխան ընկնում է իր գործերով ամբողջովին մոռանում է ծնողին։
այդ ցավ ու կարոտը ափսոսանք ինչքան ուժեղ է լինում։ Նույն ձևը մենք շատ անգամ մենք գալիս ենք եկեղեցի, Աստծո հետ ժամանակ ենք անցկացնում, Աստծո հետ հրաշալի ներկայություն ենք վերապրում, ինքն էլ ուրախանում է մեր գալուց, բայց գնում ենք մյուս օրը մոռանում ենք, մեր գործերով ենք ընկնում ու Աստված ոնց որ սիրող Հայր ինքը շատ ուժեղ ափսոսում է այդ, կարոտում է մեզ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք չմոռանանք մեր մնացած օրերը, շաբաթվա օրերը մենք Աստծո հետ անցկացնենք։ Մատթեոս 25:29-ում ասում է, Հիսուսն ասում է, ով որ ունի, նրան կտրվի եւ կավելացնի, բայց ով որ չունի, եղածն էլ կվերցվի։ Շատերս մենք ունենք, ավելացնում ենք, բայց այն պահին, որ մենք դադարում ենք, կանգ ենք առնում եւ տարվում ենք այս աշխարհի հոգսերով, մտածմունքներով, եղածն էլ է տանում, եղած խոսքն էլ է այդ հոգսերը խեղդում։ Okay, հիմա 3 կետը որ նայեցինք, ինչպես է մարդ թույլ տալիս, առաջինը երբ որ փորձում է ամեն ինչ վերահսկել իր ուժերով, երկրորդը ավելի շատ նայում է երևացողին, քան Տիրոջ զորությանը, եւ երրորդը երբ որ հոգեվոր մարդը ապրում է հոգեվոր մոռացության մեջ։ Իր համար այդ ժամանակ այդ խնդիրը, խնդիրները, հոգսերը ավելի իրական են դառնում, քան Աստծո զորությունը։ Հիմա ինչն է արդյունքը, ոնց են այդ հոգսերն ու մտածմունքները խեղդում քրիստոնյային։ 3 կետ կնայենք։ Առաջինը, արդյունքում մարդը, քրիստոնյա մարդը դառնում է բեռնավորված, հոգնած, ուժեղ գալիս է հոգնածություն, ստրեսների մեջ է ընկնում, տան մեջ միգուցե լարվածության մեջ է լինում։ Ու շատ մարդիկ մտածում են, որ հոգնածությունը դա պարզապես ֆիզիկական խնդիր է, բայց շատ դեպքերում այս հոգնած վիճակը ինքը հոգևոր արմատ ունի։ Երբ որ մարդու հոգին եւ միտքը անդադար մտքերի եւ տանջանքի մտածմունքների հոգսերի մեջ են, այդ ժամանակ դա փոխանցվում է իր ֆիզիկականին, իր տրամադրությանը։ Այդ ժամանակ ոնց որ դա արդյունքն է լինում, մարդը արդեն կորցնում է իր խաղաղությունը, ուրախությունը, սերը։ Երկրորդը ինչ է լինում, մարդը կորցնում է կյանքի տեսիլքն ու նպատակները։ Աստված մարդուն ստեղծել այնպիսին, որ մարդ ունենա նպատակ, ճիշտ է, տեսիլք ունենա իր կյանքի համար, լինի դա հոգևոր կամ ֆիզիկական։ Երբ որ մարդ ընկնում է հոգսերի եւ մտածմունքների մեջ, ինքը կորցնում է իր առջևից տեսիլքը, շփոթմունքի մեջ է ընկնում, միգուցե կուրություն է գալիս, հոգևոր կուրություն է գալիս, այսինքն ինչ է լինում, այդ ժամանակ կորցնում է կյանքի ուղղությունը, ներսում դատարկություն է տիրում։ Եվ երրորդը ինչ է լինում, խեղդվում է հոգևոր աճը, կանգ առնում հոգևոր աճը։ Դրա համար մենք հիմա կտեսնենք, թե Աստված ինչ է ասում այս տեսակ մարդկանց։ Երեմիա 29:11 կարդանք։ Աստված ասում է, որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդներ եւ ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագան եւ հույսը տամ։ Աստված սա ասում է հրեաներին, երբ որ իրանք գերության մեջ էին տարվել։ Հրեաները այս ժամանակաշրջանում Աստծո խոսքից հեռացել էին, մեղք էին գործել եւ Բաբելոնի տերությունը եկել իրանց բոլորին գերի էր տարել իրանց քաղաքները փշրել, ավերել էր։ Ու իրանք կորցրել էին իրանց երկրպագության տաճարը, կորցրել էին իրանց ընտանիքները, հույսն էին կորցրել ու միգուցե մտածում էին Աստված մեզ մոռացել է, էլ կյանքի իմաստը չկա։ Բայց այստեղ տեսեք ինչ ասում է, ես գիտեմ։ Ինչի համար ասում ես գիտեմ։ Որովհետև ասում է, թեև դուք չգիտեք ձեզ ինչ է սպասում, ինչ է կատարում ձեր շուրջը, բայց Աստված գիտի։ Նույնն է մեր կյանքում։ Միգուցե մեր կյանքում խառնաշփոթ է, շատ դժվարություններ է, խնդիրներ է, ու մենք չգիտենք ինչ ուղղությունով ենք գնում։ Թվում է թե ամեն ինչ կողքից խեղդում է, բայց Աստված ասում է ես գիտեմ այդ խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Ինչի համար է ասում ապագա եւ հույսը։ Սա Աստված ցույց է տալի, որ նա ունի ամեն մեկի համար նոր էջ, նոր սկիզբ։ Ամեն նոր շրջան, երբեք ուշ չի։ Եթե դու քո խնդիրներով լցված քո համար քեզ համար անենալի վիճակ ոնց որ թվում է թե ելք չկա, ինչ որ ճանապարհ չկա, կյանքի ճանապարհը չգիտես որտեղից սկսես, ինչից սկսես, Աստված ասում է ես գիտեմ, վստահիր ինձ եւ ես կտամ ապագան եւ հույսը, նոր սկիզբը։
Ամեն։ Եվ Մատթեոս 11:28-ն եմ ուզում կարդամ, ասում է, Տերն ասում է, ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Այս խոսքը մենք գիտենք, բայց մի բանի վրա եմ ուզում կենտրոնանանք, որ Աստված ասում է բերեք այդ հոգսերը իմ վրա դրեք, ոնց որ ինձ հանձնեք եւ շարունակությունը ասում է վերցրեք իմ լուծը, իմ բեռը, որ դա քաղցր է։ Այսինքն որն է Աստծո բեռը, Աստծո սիրտը ցավում է մարդկանց համար, ովքեր գնում են դժոխք։ Հիմա օրինակի համար, եթե ես հոգսով եմ լցված, բերեմ աղոթքի մեջ իմ հոգսը հանձնեմ Աստծուն, դատարկվեմ, մաքրվեմ ու գնամ կողքի եւ Աստծո կամքը չվերցնեմ, Աստծո բեռը չվերցնեմ կատարելու, մի ինչ որ ժամանակ հետո այդ բեռերը նորից կկուտակվեն։ Շատ կարևոր է այս անգլերեն ասած exchange անենք։ Մենք բերում ենք մեր հոգսերը, մեր թուլությունները, դժվարությունները Աստծո առաջ, Աստծո ոտքերի առաջ ենք դնում, Աստված դա օգնում է, մեզ բարձրացնում է, բայց կարևոր է որ մենք էլ իրա բեռը վերցնենք, իրա գործը վերցնենք, իրա ժողովրդի համար հոգանք։ Ամեն։ Նույն ձևով Երեմիա 20:11-ը որ կարդացի, վերջում Տերն ասում է ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք բոլոր սրտով եւ ես կգտնվեմ ձեզ համար, ասում է Տերը, եւ ես ձեզ ետ կդարձնեմ ձեր գերությունից։ Դրա համար շատ կարևոր է, երբ որ մենք հոգսերով, դժվարություններով, մտադրություններով լցված ենք, anxiety-ով, depression-ով, այս ամեն ինչը արդյունքն է, anxiety-ն ու depression-ը սա result-ն է, այսինքն արդյունքն է, այս տեսակ քրիստոնյայի, ով կիսով չափա վստահում Աստծուն, ով նայում է խնդիրներին, խնդիրները ավելի մեծ են երևում, բայց Տերն ասում է, բեր ինձ հանձնի, վստահի եւ իմ բեռը վերցրու քո վրա, իմ գործ, իմ աշխատանքը վերցրու քո վրա։ Ամեն։ Հիմա եկեք մի քանի տեղ նայենք, թե ինչպես մենք կարող ենք մաքրել այս փշերը։ Մի քանի կետեր կնայենք։ Առաջի կետը, նախ առաջինը մենք պետք է գիտակցենք, որ մենք մեր հայացքը թեքել ենք Աստծուց։ Պետք է սրտանց եւ անկեղծորեն խոստովանենք։ Ես սկզբից մի բան ասացի, որ Աստված դեմ է ամբարտավանությանը, հպարտությանը, էգոին։ Աստված չի ընդունում մարդիկ, ովքեր էգոյով լցված են։ Եթե ես մոտենում եմ Աստծուն օրինակի համար աղոթք անելու եւ ես իմ ուժերի վրա եմ վստահում, ես ինձ եմ վստահում, Աստված ոչինչ չի կարող անի։ Առաջինը մենք պետք է խոնարհվենք, թեքենք մեր հայացքը այդ փոթորիկից, դժվարությունից դեպի Աստծուն։ Նայենք ու անկեղծորեն խոստովանենք։ Խոստովանության աղոթքը շատ զորավոր աղոթք է։ Երբ որ ծանր եւ դժվար վիճակներ ալում, մեր աղոթքը պետք է ավելի մեծ ճնշում գործի այդ խնդրի վրա, քան այդ խնդիրը մեր վրա։ Ես չեմ ասում 5 րոպե քնելուց առաջ աղոթքի մասին։ Ես ասում եմ այն խոսքի մասին, որ Հակոբոսում 5-րդ գլխում ասում է արդարի ջերմեռանդ աղոթքը շատ մեծ զորություն ունի։ Հատկապես են մարդիկ, ովքեր լեզուներով են աղոթում, քո աղոթքը պետք է ճնշում գործադրի այդ ճնշման մտքի դեպրեսիայի վրա։ Ամեն, որովհետև ոչ մի ուրիշ ձև դա չի կարող անցնել։ Դու պետք է ճնշում գործադրես։ Ես իմ օրինակից ես ասեմ, շատ անգամ խնդիրներ են առաջանում, թե գործի տեղը տարատեսակ իրավիճակներում ու գալիս եմ Աստծո առաջ, ամբողջովին կանգնում, խոստովանում եմ, Տեր, ես միգուցե փորձել եմ իմ ուժերով անեմ, բայց ես ամբողջովին քեզ եմ հանձնում։ Սկսում եմ աղոթք անելը։ Մի քանի դեպքեր ա եղել, իմ տանեցիները կողքից մարդիկ տեսել են, ոնց եմ ահավոր լարված վիճակով գործից դուրս եկել, գնացել տուն ու մյուս օրը հետ եմ եկել լրիվ ուրիշ մարդ, որովհետև այդ հոգսը, այդ ծանրությունը, այդ ճնշումը թողել եմ Աստծուն, լեզուներով Սուրբ Հոգու աղոթք եմ արել, այնքան ժամանակ միջև իմ մեջս հանդարտություն ա եկել։ Այնքան ժամանակ, որովհետև եթե դու 5 րոպե ուղղակի աղոթք ես անում, ասում ես Տեր քեզ եմ հանձնում, դա դեռ վերջ չի, որովհետև դու պետքա քո մտքի վրա ճնշում գործադրես, դու պետքա քո մտքին ասես, որ Տիրոջ զորությունը ավելի ուժեղ է, քան իմ խնդիրները։ Սա առաջի բանն է, մենք պետքա գիտակցենք, խոստովանենք եւ աղոթքով կանգնենք, ամեն, ու շատ կարեւոր է մեր արձագանքը։ Աստծո խոսքը մի քանի տեղ ասում է մարդու, քրիստոնյա մարդու արձագանքի մասին։ Արձագանք անգլերեն reaction։ Շատ կարևոր է մենք ինչ reaction ենք տալիս այդ հոգսին, դժվարությանը, anxiety-ին։
Մարկոս 5-րդ գլխում, երբ որ Հայրոսը մոտենում է Հիսուսին, աղաչում, ասում է Հիսուս, խնդրում եմ, իմ աղջիկը մահանում արի, աղոթ քարա, բժշկի իրան։ Հիսուսը ասում է, օքեյ, գնում են իրար հետ իր աղջկա համար աղոթ քանելու, բայց ճանապարհ են անցնում։ Այդ ընթացքում էլի Հիսուսը մարդկանց է բժշկում։ Հենց որ արդեն քիչ-քիչ պետքա որ մոտենային, Հայրոսին կողքից ասում են աղջիկդ մահացավ, էլ պետք չի Հիսուսին հոգնածնես։ Հենց որ Հիսուսը լսեց, Աստծո խոսքը ասում է իսկույն միանգամից, as soon as he heard, ֆրաց ու ասեց մի վախեցի, միայն հավատա։ Որովհետև երբ որ Հայրոսը սկզբից մոտեցավ Հիսուսին, Հայրոսը մոտեցավ հավատքով։ Եկավ ասեց Տեր, ես հավատում եմ, որ դու կարող ես բժշկել իմ աղջկան, բայց լուր լսեց հանկարծակի մի բան ասեցին իրան կողքից, որ այդ բան ինքը կարար շփոթվեր, հավատքը կորցներ ու Հիսուսը դրա համար շատ արագ իրան ասեց մի վախեցի, միայն հավատա։ Շատ կարևոր է այդ ժամանակ մեր reaction-ը։ Եկեք նայենք առաջի Պետրոս 4-րդ գլխի 12 խոսքը։ Պետրոսն ասում է. «Սիրելիներ, տարօրինակ մի համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել»։ Ստեղ ավելի շատ խոսքը գնում է հալածանքի մասին, նեղության մասին, բայց ես ուզում եմ կենտրոնանանք այն մասը, որ ասում է օտար բան, այսինքն strange մի համարեք, երբ որ դժվարության մեջ եք ընկնում։ Ձեր reaction-ը, ձեր արձագանքը թող տարօրինակ չլինի, չվախենաք։ Նայենք նաև Մատթեոս 24:6, ստեղ Հիսուսը երբ որ զգուշացնում է, որ պատերազմներ է լինելու, ասում է լսելու եք պատերազմների ձայներ, պատերազմների լուրեր, տեսեք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չի։ Մի ուրիշ տեղ ասում է տեսեք, որ ձեր սրտերը չշփոթվեն։ Մենք ստեղ տեսնում ենք 3 բան՝ մի շփոթվեք, մի սարսափեք, օտար բան մի համարեք, ու Հիսուսի ասածը մի վախեցի, միայն հավատա։ Շատ կարևոր է քրիստոնյա մարդու reaction-ը, արձագանքը, երբ որ մի հանկարծակի լուր է լսում, հանկարծակի դժվարության մեջ է ընկնում, խնդրի մեջ է ընկնում։ Մեր աչքերը, ոնց որ Հիսուս ասաց, մի վախեցի, միայն հավատա։ Մենք դա միանգամից պետք է մեր հայացքը ուղղենք Հիսուսի վրա, ասենք. Տեր, ես չեմ վախենում, ես հավատում եմ, որ քո զորությունն է ինձ փրկելու, ոչ թե իմ ուժերը։ Ամեն։ Հիմա եկեք երկրորդ կետը նայենք, ինչպես մաքրենք հոգսերը, փշերը։ Մենք պետք է ուշադիր լինենք մեր մտքերին օրվա մեջ, չթողնենք ինչ միտք ասես գա, ընդունենք, սկսենք դրա շուրջ մտածել, որովհետև միշտ կգա, տարատեսակ մտքեր կգա, չարից կգա, լուրերից կգա, կողքի մարդկանց խոսալուց կգա, ու այդ մտքերը մենք պետք է կարողանանք կառավարել։ Եթե ամեն ինչ լսենք, ոնց որ մեր տան դուռը բացենք, ով ասես ներս մտնի, դա մեզ քարուքանդ կանի, մեր հոգևոր աճ ամեն ինչ կսրբի կտանի։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք, սահմանափակենք, թե ինչ աղբյուրներից ենք ինֆորմացիա ստանում։ Այսօր գիտեք, աշխարհում շատ խառնաշփոթ է, ինչ տեսակ բաներ ասես կատարվում է, դժվարություն, պատերազմներ եւ այլն։ Պետք է տեղեկացված լինենք, այո, որպես ժողովուրդ, Աստծո ժողովուրդ տեղեկանանք, աղոթ կանենք, բայց այս լրատվական միջոցները, լուրերը շատ անգամ մարդ կարող է առավոտ աղոթ քանի, հոգով աղոթ քանի, դուրս գա երեկոյան ամբողջ օրվա լուրերը նայի, որ այդ լուրերը սրբեն, տանեն մարդու այդ աղոթքը։ Դա հենց այդ նույն փշերն են։ Միտքը լցվում է, զբաղվում է տարատեսակ ուրիշ բաներով, վախերով ու այդ վախերը խեղդում են այդ Աստծո խոսքը, աղոթքը։ Ամեն, դրա համար պետք է մենք շատ ուշադիր լինենք, դրա տեղը մենք պետք է լցվենք Աստծո զենքերով, Աստծո խոսքի զենքերով։ Մարմինը հավես չունի, մարմինը ավելի հավես ունի TV նայի, լուրերը նայի, այո, լուրեր նայելն էլ է մարմնական դա, հավեսը գայս է տեսնենք ինչ կլինի, բայց երբ որ դու կանգ առնես, կառավարես, կարողանաս քո միտքը կենտրոնացնես Աստծո խոսքի վրա, սա իսկական զենքն է։ Այս զենքը դու կվերցնես եւ հոգսը, երբ որ մոտիկանա, դու Աստծո խոսքով կպատասխանես ու չես թողի, որ դա քեզ խեղդի։ Ամեն։ Եվ երրորդը, ինչպես մաքրենք փշերը, մենք պետքա փոխարինենք մտահոգությունը երկրպագությունով եւ փառաբանությունով։ Սրա ամենաուժեղ օրինակը Դավիթ թագավորի օրինակն է։ Դավիթ թագավորը շատ ծանր կյանք ունեցել, ունեցել է շատ հաղթանակներ, բայց նաև ունեցել է շատ կորուստներ, դժվարություններ։ Բայց ինքը Աստծո փառաբանողն է եղել։ Իր մահանալուց հետո Աստված իր սերունդին օրհնել է, իր անունը անդադ հիշատակվում է Աստծո խոսքի մեջ, որպես հավատքով փառաբանող մարդ։ Շատ կարևոր է, որ մենք այդ մտահոգությունը
փոխարինենք փառաբանությունով։ Սա շատ դժվար բան է, բայց Աստծո խոսքը ասում է, երկնային արքայություն կմտնեն ջանք անողները, ուժեղները, ճիշտ է։ Դրա համար մենք պետքա ուժեղ լինենք, երբ որ դժվարության մեջ ենք ընկնում, մենք թողնենք այդ դժվարությունը մի կողմ, պատտվենք եւ սկսենք փառաբանենք Աստծուն։ Մենք ամեն կիրակի սկսում ենք փառաբանությունով, դա ճեղքում է բերում։ Եթե դու գալիս ես ստեղ ու քո սիրտը բաց ես փառաբանես Աստծուն, դու կգնաս տուն եւ քո կյանքում բաներ ճեղքված կլինի։ Կենտրոնանաս այդ բառերի Աստծո վրա եւ փառաբանես ուղակի, որովհետեւ փառաբանությունը դա մեծ զորություն ունի։ Փիլիպեցիս 4-րդ գլխի 6-րդ խոսքից կարդանք։ Փիլիպեցիս 4:6-ից սկզբից 4-ից կկարդամ։ Ասում է ուրախ եղեք Տերում ամեն ժամանակ, նորից եմ ասում, ուրախ եղեք, ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց, Տերը մոտ է, ոչինչ հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինի Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Տեսնում ենք այս խոսքը, որ ասում է աղոթքով, աղաչանքով, այսինքն բերում ենք մեր հոգսը Աստծուն եւ գոհությունով, չի ասում աղոթք, աղաչանք եւ խնդրի լուծում։ Աղոթք, աղաչանք եւ գոհություն։ Thanksgiving, Աստծո փառաբանելը։ Ձեր խնդրվածները թող հայտնի լինի Աստծուն։ Եվ ասում է Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Աստված ունի մի խաղաղություն, որ մարդը դա չունի, ինչքան է ինքը ուրախ լինի։ Աստծո խաղաղությունը դա մտքից վեր է, այսինքն կարող է մարդ լինի շատ դժվար իրավիճակի մեջ, բայց Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, պաշտպանի իրան, ասում է կպաշտպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Էսի են ժամանակ ասում, որ երբ դեռ խնդիրը լուծված չի, բայց անպայման չի խնդիրը լուծվի, նոր դու խաղաղվես։ Այդ տեսակ բոլոր մարդիկ կարող են խաղաղվել։ Մեր համար կարևոր է, որ մինչև խնդիր լուծվելը մենք հավատքով գոհությունով լինենք եւ Աստված կպահպանի մեր սրտերը, ամեն։ Եվ անմիջապես հետո ասում է 8-րդ խոսքը, ուրեմն ասում է ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է եւ թե գովություն է, այն մտածեք։ Տեսեք ինչ ասում, անմիջապես նրանից հետո որ ասում է աղոթք եք անում, հավատում եք եւ փառաբանում եք, մյուս խոսքը ասում է ձեր մտքերին ուշադիր եղեք, ինչ եք մտածում, սուրբ, բարի, ճիշտ բաներ մտածեք, մի լվացեք ձեր մտքերը հոգսերով, եթե դու դժվարության մեջ ես, ահավոր ձևի ճնշումների մեջ ես, աղոթք արա, բեռնաթափի ասումոտ, լեզուներով աղոթք արա, խոսքը կարդա եւ գոհություն հայտնի։ Այն պայն, որ քո մտքին գալիս է դժվարության այդ միտքը հոգսը, փոխի դա փառաբանությունով, ամեն, քո մտքերը դու կառավարես եւ քո կյանքը կփոխվի դրանից։ Եվ դա կլինեն այդ զենքերը։ Եսայի 30:15-ում ասում է դարձի գալով հանդարտ մնալով կփրկվեք։ Հանդարտությունով եւ ապավինությունով կլինի ձեր զորությունը։ Դարձի գալը դա դարձի գալ ապաշխարել կարող է լինի միտեղ ասում է Տերը ասում է կանգար եւ ճանաչի որ ես եմ Տերը անդադար վազքի մեջ մի կանգար եւ ճանաչի որ Տերն է Աստվածը մենք ինքն է մեր կառավարող ինքն է մեր Աստվածը եւ ասում է դարձի գալով հանդարտ մնալը շատ մարդու համար դա բարդ է շատ դժվար է ինքը ավելի շատ կուզի ինչ որ մի բան ինքն անի դուրս գա այդ իրավիճակից բայց Աստված ասում է կանգար եւ ճանաչի որ ես եմ Տերը Ամեն, դրա համար դարձի գալով եւ հանդարտ մնալով մենք կփրկվենք, ինչի ասում փրկվենք, որովհետեւ շատերի համար այնքան խորտակված այս ճնշումները, որ կարիք կա որ փրկվեն։ Եվ հանդարտությունով ու ապավինությունով վստահելով կլինի մեր զորությունը։ Չի ասում ապավինությունով կլինի մեր խնդրի լուծումը, ասում է կլինի մեր զորությունը, որովհետեւ մեր արձագանքը այդ զորությունից շատ ուժեղ կախված է այդ խնդիրը կլուծվի թե չի լուծվի։ Եվ չորրորդ բանը, որ ուզում եմ ասեմ, ինչպես մաքրենք փշերը, շատ անգամ դա լինում է գերհոգնածություն, շատ անգամ դա լինում է ուղղակի շատ բեռնավորվածություն, ու ուղղակի դուրս գալ քայլել, հանգիստ ժամանակ անցկացնել արևի տակ, ընտանիքի հետ, երեխեքի հետ, թեկուզ մենակով, բայց որն է այստեղ բանալին, երբ որ մարդը ելնում է քայլելու, պետքա թողնի ամեն մտքերը, գործ, աշխատանք, ամեն բան ուղղակի թողնի Քայլի արևի տակ, վայելի, փառք տա Աստծուն ու կտեսնի ամեն տեսակ լարվածությունը ցրվում է։
Որովհետև շատ անգամ քրիստոնյաները մտածում են ատականներին մեջ եմ, սատանանին վրա գործում է, ես ինչ անում, բայց ուղղակի հերիք է մարդ հելնի այդ փակ դռներից, աշխատանքի դռներից, տանդռներից դուրս ու ուղղակի փառաբանի Աստծուն, էլ չմտածի է դրա մասին։ Ես մի բան եմ որոշել, ես այն րոպեին, որ աշխատանքից դուրս եմ գալի, ես էլ աշխատանքի մասին չեմ մտածում։ Սկզբից դա շատ դժվար էր, բայց միտքը կառավարել է պետք, որովհետև եթե դու թողես այդ հոգսերը կուտակվեն, դա դեպրեսիայի բուն է, ասենց ասեմ, խորտակի ու կտանի էլ, չի թողնի հանգստանալ։ Փառք Տիրոջ, այսօր կարճ էի պատրաստել խոսքը, բայց եկեք աղոթ քանենք, ես հավատում եմ, որ ուզում եմ աղոթ քանենք, ովքեր որ միգուցե դժվարության մեջ են կամ խնդրի մեջ են, կարիք ունեն ճեղքման, այսօր մենք աղոթ կանենք, որ Աստծո զորությունը, որ համընդհանուր ստեղ է, Աստծո ներկայությունը ճեղքում կբերի ձեր ընտանիքներում, ձեր կյանքում, բայց նաև դուք պետք է որոշում կայացնեք, որովհետև այն րոպեին, որ դուք այս եկեղեցուց դուրս գաք, դուք պետք է ձեր մտքերին ուշադիր լինեք, փառաբանեք Աստծուն, գոհություն հայտնեք։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հիմա ես աղոթ կանեմ, բայց խնդրում եմ, ովքեր որ կարիք ունեն աղոթքի, ովքեր կարիք ունեն ճեղքման, կարող եք առաջ գալ, մենք աղոթ կանենք։ Հալելույա, Սուրբ Աստծո հոգի, շնորհակալ ենք Տեր քո խոսքի համար։